Սրտի ռիթմի հետ խնդիր ունեի, այդ ռիթմերը շատ դանդաղել էին, իսկ սրտի աշխատանքը չէ, ահագին 70-ից պիտի լինի, իմը շատ դանդաղ, 40 էր։ Կյանքի հետ անհամատեղելի այս խնդիրը շտապ բժշկական միջամտություններ պահանջում եւ բժիշկները կատարեցին սրտի ռիթմավար սարքի իմպլանտացիա։ Սրտի ռիթմավար սարքը դա փոքրիկ այսպիսի սարք է, որը որ տեղադրվում է հիմնականում ձախ ենթանրակային շրջանում, փոքրիկ կտրվածքի միջոցով, լավ, եւ անոթներով մենք անցկացնում ենք կոնկրետ այս դեպքում 2 լար է անցկացվել սրտի խոռոչներ եւ միացվել սրտին հատուկ տեխնիկայով եւ այս համակարգի միջոցով հիվանդը այլևս չունի բրադիկարդիա, չունի դանդաղասրտություն։ Բուժառուի մոտ ախտորոշվել էր նախասիրտ փորոքային պաշարում, երբ սրտի ներքին հաղորդչական համակարգի վնասման հետևանքով դանդաղում է պուլսը, ինչը կարող է հանգեցնել հանկարծամահության։ Հիմա արդեն լավ է, շնչարգելություն եւ այլ գանգատներ չունի։ Ոսկերի չոնց մանրակրկիտ աշխատանք կատարում չէ, այդպես բժիշկս փաստորեն ինձ կյանքի վերադարձրեց։ Դրանից էր կախված իմ ապրելը կամ չապրելը։ Եվ բնութագրել էի, որ իմ վիճակը օրհասական է։ Հիմա ես շատ լավ եմ զգում վիրահատությունից հետո։ Անահիտ Մուշեղյանը վիրահատվել է առողջության համընդհանուր ապահովագրության ծրագրով։ Եթե ես մի քանի ամիս առաջ հիվանդացած լինեի, ես չգիտեմ իմ վիճակը ինչպես կլինի, որտեղ իսկապես շատ մեծ ֆինանսներ են պետք այդ հարցերը լուծելու համար։ Տարվա սկզբից մեր բուժկենտրոնում սիրտանոթային միջամտությունների ընդհանուր քանակը եղել է 100-ից ավել, որից գերակշիռ մասը, իհարկե մոտ 90-ը իրականացվել է առողջապահության, ապահովագրության շրջանակներում, նաև արիթմոլոգիական միջամտությունները։ Բոլորին հորդորում է ուշադիր լինել սրտին, չանտեսել գանգատները, ամեն օրը կարող է ճակատագրական լինել։ Նարայ Ոսկանյան, Արտակ Գևորգյան, Լուրեր։